Առյուծն ու աղվեսը։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ծանրանում է կյանքը ծեր առյուծի համար։ Նա մեծ դժվարությամբ է սկսում ճարել իր որսը։ Ամբողջ օրն անօգուտ թափառում է անտառում։ Գիշերն էլ սոված վերադառնում է տուն։ Երկար մտածում է առյուծը, թե ինչպես անի, որ կյանքի վերջին տարիներին քաղցած չմնա։ Վերջը որոշում է խորամանկությամբ գլուխ պահել։ Մտնում է իր քարայրը և սկսում բարձր կանչել. Եղբայրներ ու քույրեր, գայլեր, արջեր, եղնիկներ, նապաստակներ, աղվեսներ ու զեբրեր, եկեք ինձ տեսության, որովհետև իմ ժամերը հաշվված են, գնալու եմ այս աշխարհից։ Անտառի գազանները հավատում են իրենց արքային ու հերթով գնում նրա որջը։ Բայց հենց որ ներս են մտնում, խորամանկ առյուծը թաթի մի հարվածով գետին է տապալում նրանց և լափում։ Այսպես շատ հավատարիմ գազաններ են ընկնում իրար ետևից։ Վերջում գալիս է աղվեսը։ Ինչպես ես զգում քեզ, տեր իմ, ձայն է տալիս սա դրսից առանց ներս մտնելու։ Վայ, հոգոց է հանում առյուծը, վատ եմ աղվես ախպեր, բանս բուրդ է, գնացական եմ։ Շուտ արա, եկ տես ինձ, թե չէ մեկ էլ տեսար շունչս փչեցի։ Շնորհակալ եմ հրավերիդ համար, տեր իմ, բայց ես չեմ համարձակվում ներս գալ։ Ինչու՞, զարմացած հարցնում է առյուծը։ Որովհետև տեսնում եմ, որ ինձնից առաջ մտած ոտնահետքերը բոլորը դեպի քեզ են ուղված և ոչ մեկը հակառակը։ Նշանակում է, քեզ մոտ մտնողն այլևս դուրս չի գալիս։ Այնպես որ ցտեսություն տեր արքա։ Եվ խորամանկ աղվեսը ողջ առողջ ետ է վերադառնում առյուծի որջից։